երբ որ հեցի հարցներ քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել եւ դրա ցուցիչն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովում նաեւ դուք եք եւ ենթադրվում է, որ դուք եք այդ հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք եք պիտի գնայք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնին։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեծը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր են ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ նայթում է հանձնաժողովի դեմ հայցը։ Ստացվում է, որ մի կողմից դուք ընկերության նկատմամբ վարչական բարույթ եք հարուցվում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ոնց եք մեկնաբանում, ոնց եք բացատրում։ Եվ հաջորդը մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեցի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք բողոքում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, թե ստացել են այդ բարձր աշխատավարձերը, ու 2025 ամփոփելիս իրենք պարգևավճարներ ինչքան են ստացել, տեղեկություններ ունեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան է ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուրը կա, ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը 1 տարուց մի քիչ ավել, եթե չեմ սխալվում 20 թվականից մինչև 21 թվականը հատվածը, հետո տեղափոխվել եմ, նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ, հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է մոտ 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցը ինձ էլի են տվել լրագրողները, ես հետեւյալն եմ պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ եւ արդեն իմ խոսքում էլ ասեցի, որ անցած տարի իմ նշած պարզաբանած պատճառով մենք չենք հաստատել հեծ փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները եւ բացի այդ նաեւ տարվա ընթացքում 2 անգամ տուգանել ենք հեծ փակ բաժնետիրական ընկերությանը հայտնաբերված խախտումների համար։ Հիմա թե 25 տարում ով ինչ անցավոր անգործություն է արել կամ ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, բնականաբար դրա պատասխանատուն ես լինել չեմ կարող։ Երկրորդ հարցը ինչ որ հայցերի հետ կապված մի քիչ ճիշտ կլինի հարցը ուղղել Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես չեմ հասկանում ինչի մասին է խոսք, էլի, այսինքն ինչ հայցեր է Ռոմանոս Պետրոսյանը հետ։ Հա, այդ հայցերը, որ իջև ունիս լավ ժամանակ հատվածում, իջև այս փոփոխությունը դիմել էին վերականգնելու բանալու իրենց պատիվազնահատությունը, այսինքն զրպարտել են ըստ հեցի իրավաբաններ, զրպարտել է Պապոյանը, Ալեքսանյանը զրպարտել են իրենց, ինչ-որ հեցի հետ կապված հայտարարություններ են արել, և հեցը դիմել է իրավաբանների միջոցով քաղաքացիական հայցեր ներկայացրել դատարան, պահանջելով հերթ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանը ցույցում է տվել հանձնարարել, որպեսզի հեցի իրավաբանները հետ վերցնեն այդ հայցերը, այսինքն չի պաշտպանում հեցի հեղինակությունը ստացվում է։ Մենք ճիշտ ասած հարցը մի քիչ մեր դաշտի հարց չի, ես կդժվարանամ այդպես միանշանակ պատասխանել այդ հարցին, ձեռնպահ կմնամ, որովհետև ինքը նաև ոնց որ թե քաղաքական մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև, հետևաբար հարգելիս իմ նշանակած կառավարիչը իմ գնահատմամբ առաջի անգամ եմ այդ մասին բարձրաձայն խոսում, իհարկե ցանկացած մեկին, որ աշխատանք ես նշանակում, լինի դա նույնիսկ ամենահարազատ մարդը, միշտ մտավախություններ ունես, որ ինչպիսին
կլինի իր վարած աշխատանքը, ինչպիսի արդյունքներ ցույց կտա, լավ կլինի, վատ կլինի, վերջինաշով այդ պատասխանատվությունը դու ես վերցնում քեզ վրա եւ ի պատիվ Ռոմանոս Պետրոսյանի, այո, ինքը եւ իր թիմը այս ընթացքում իրենցից կախված ամեն ինչ արել են եւ լավ արդյունքներ են արձանագրում։ Իմ կարծիքը այդպեսին է։ Անկերության շահը չեն պաշտպանում կատարում։ Ես պատասխանեցի արդեն ձեր հարցին։ Հա, աշխատավարձերի մասով էլի հարցը իմ դաշտից չի, աշխատավարձերը պրեմիա հավելավճար իրենք ստացել են, չեն ստացել, բնականաբար ես տեղյակ չեմ, կարող եմ միանգամից ասել, որ այդ աղմկահարույց հավելավճարների թեման, որ այդպես արծարծվում է վերջին շրջանում, հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը այդ հավելավճարներից չի ստացել, չնայած որ այդ մեխանիզմի կիրառումը իմ համար ընդունելի մեխանիզմ է եւ բազմիցս պետական պատկան պաշտոնյաները մեկնաբանել են, թե ինչի համար են այդ հավելավճարների մեխանիզմը կիրառում եւ ինչ խնդիր են լուծում դրանով։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ինչքան է ստացել, չի ստացել, խնդրում եմ այդ հարցերը ուղղել պարոն Պետրոսյանին։ Հաջորդ հարցը 24 News լրատվական ծառայություն Մերի Մանուկյան։ Շնորհակալություն։ Պարոն Մետրոպյան, դուք ձեր բացման խոսքում արագացաք եւ Փեցին եւ